Բարև ձեզ։ Այսօր ինձ վտարեցին Reddit-ի մեջից։ Եթե չգիտեք, Reddit-ը դա մի app է կամ մի website, մի edge, որտեղ տարբեր տեսակի թեմաների edge-եր կան, ամեն տեսակի։ Ինչ հետաքրքրություն ունես քո կյանքում, դրա մասին edge կա եւ այդ edge-երի մեջ մարդիկ իրանց դիսկուսիաներն են անում, այսինքն դիսկուրս։ Եվ քանի որ ես արդեն տարիներով Reddit-ի մեջ եմ, այնտեղ մի edge կա, որի անունը Arminia R-ա, մտա այս edge եւ տեսնեմ, ուրեմն մի մեծ այնպիսի մի քեֆ ուրախություն է հայերի երիտասարդության մեջ, որովհետեւ այսօր Հայաստանում բացվել է Nvidia-ի Falcon-ը data center-ը, որի վրա վաղուց աշխատում են, ես արդեն քանի ամիս է իրանց բոլոր website-ների վրա, տարբեր իրենց հոդվածների տակ իրենց հետ կռիվ եմ անում, որ այս data center-ը դա Հայաստանի համար չի, Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, դուք չեք կարող մի երկրում, որտեղ որ արդեն ժողովուրդը նորմալ աշխատանք չունի, նորմալ ապրելակերպ չեք կարողանում ստեղծել ժողովրդի համար, մի հատ էլ բերում եք արհեստական բանականություն մտցնեք երկրի մեջ եւ բերել եք աշխարհի 5 ամենամեծ data center-ներից մեկը բացում եք Հայաստանում։ Data center-ը ժողովուրդ ջան։ Ես data center-ներին անվանում եմ սատանու գործիք։ Դա սատանու գործիքն է մարդկանց ստրկության, իրականում ստրկության տանելու։ Սա դուք չեք պատկերացնում ինչ է էլի դա, եթե դուք չեք խորացել դրա մեջ, եթե շատ չեք կարդացել կամ մտել այս թեմայի մեջ, դա ամենա վտանգավոր բանն է մարդկության համար։ Դա է լինելու հենց ների կնիքը, հասկանում եք, սրանք հեքիաթներ չեն, այս ինչ որ Աստվածաշնչի մեջ կա, դրանք ուղակի պատմություններ չեն, ուղակի հեքիաթներ չեն, այս ամեն ինչը իրականություն է, մարդիկ կան չեն ուզում հավատալ, ասում են ես հավատացյալ եմ, բայց չեն ուզում հավատալ, որ այն ինչ որ գրված է իրականությունն է, եւ քանի որ իրենք շատ տենց այդ տեխնոկրատները, դեմոկրատիա քարոզողները, այս մարդիկ երիտասարդությունը հայ, որ ուզում է տենց գլոբալ քաղաքացի լինի, ոչ թե Հայաստանի, այլ նրանք ուզում են լինել գլոբալ քաղաքացիներ, ուզում են, որ ամեն տեղից մարդիկ գան, խառնվեն իրար, տենց իրանք հասկանում եք, այս նոր սերունդը, սրանք ինչ որ մի սինդրոմ ունեն, կներեք, եթե դուք երեխաներ ունեք այդ տարիքի, ես էլ ունեմ, բայց այս երեխաների մեջ սիստեմը ինքը մի բան է մտցնում, որ մենք, որ ծնողներով ինչքան էլ ուժ ենք տալի, միևնույնն է սիստեմը իր անելիքը անում է, որովհետև սիստեմը ունի ձևեր, որի դեմ մենք չենք կարող ծնողներով պայքարել, այս երեխաների մեջ մտցնում է մի բան, որ ամբողջ աշխարհը պետքա նույնը լինի, բայց գիտեք, հետաքրքիրը նա է, որ ամբողջ աշխարհը պետքա նույնը լինի, բացի զիոնիստ հրեաներից, իրենք իրենց երեխաներին չեն թողում ոչ մեկի հետ շփվեն բացի հրեաներից, իրենք իրենց երեխաներին չեն թողում ամուսնանան ուրիշ տեսակների, ազգերի հետ, միայն մնացածները, այսինքն իրենք չեն թողում, դուք անգամ այս վերջին կռիվները, որ կատարվում են Իսրայելում, իրենք ինչ են ասում են Իսրայելը միայն հրեաների համար է, բոլորդ ոնացյուդը, դուրս եկեք Իսրայելից եւ գնացեք, բոլորդ միայն հրեաների համար է, բայց մնացած բոլոր երկրներում, պետություններում իրենք ասում են դուք պետքա խառնվեք բոլորդ իրար եւ լինեք գլոբալ քաղաքացիներ, ոչ թե ձեր երկրի նացիոնալիզմը չի կարելի։ Ինձ ուրեմն Reddit-ի վրա գրել են, որ ես նացիոնալիստ եմ։ Ու քանի որ իրանք այս երիտասարդությունը, իրանք շատ տոլերանտ են,
իրանք շատ դեմոկրատիկ են, իրանք շատ համբերատար են եւ շատ տենց գլոբալ գաղափարներով են, ես մի բան էի գրել, որ հայ ազգը, այդ էր գրածս այդքան բաններ, հայ ազգին պետք չի data center, հայ ազգը դեռ չի հասկանում անգամ, մեծամասնությունը մեր ժողովրդի չի հասկանում անգամ սա ինչ է, երբ որ հայ ազգը սկսի հասկանալ սա ինչ է, հայ ազգը չի թողնելու սա մնա Հայաստանում, այդ էի գրել, այդքան բան, դրա համար ինձ հանեցին Reddit-ի մեջից, իմ համար տարբերություն չկա, որովհետև Reddit-ը լինի կամ չլինի, ես իմ անելիքը միևնույնը անելու եմ, առանց Reddit-ի էլ եմ ես անելու իմ անելիքը, և իմ անելիքը ես կարող եմ մի բառով, մի նախադասությամբ բնութագրել, թե իմ անելիքը ինչ է, այս ամեն ինչ որ ես անում եմ, ինչը որ ես ամբողջ օրը խոսում եմ, տեսանյութեր եմ պատրաստում դնում, տարբեր տեղեր գրում եմ, ինչ որ ես անում եմ, ընդհանուր բնութագրությունը մի հատ է, մի բան է, դա պայքարել ստի դեմ, այդքան բան, դա իրար հետ պայքարել ստի դեմ, 3 բառանոց նախադասություն է դա, շատ հեշտ, ես սութը տանել չեմ կարողանում, կյանքումս չեմ ընդունում, երբ որ ինձ խաբում են, և չեմ ընդունի կյանքում, եթե ես փորձեմ անգամ խաբել, ես չեմ կարող դա անել, սութը ամենավատ բանն է, և ստի դեմ պետք է պայքարեն բոլոր մարդիկ, եթե ես անգամ ինքս իմ մեջ մեկ անգամ մտածեմ սուտ խոսելու մասին, ես պետք է միանգամից ինքս իմ վրա սկսեմ պայքարել, ինքս ինձ վրա պետք է ես սկսեմ մտածել, որ ես նոր շատ սխալ բան մտածեցի, սա անընդունելի է, ուրեմն ինչ որտեղ ես սայթաքում եմ, գիտեք, մի հետաքրքիր բան ասեմ, սա ինչ որ նոր բացատրեցի, շատ մարդկանց համար դա կարող է լինի, ես ինչ է խոսում ես տղան, ոնց, ես ինչ ասեցիր նոր, բայց եթե դուք լավ մտածեք, լավ խորանաք ինչը որ ասում եմ ես, դուք ոչ մի մարդ սկզբից ստախոս չի ծնվում, ոչ մի մարդ ստախոսությամբ չի ուզում զբաղվել, որտեվ դա բացասական բան է, մարդիկ սկսում են խաբել, որովհետև Աստված և սատանան մեր մտքի մեջ, մեր ուղեղների մեջ անընդհատ ինչ-որ փորձություններ են սկսում մեր վրա անել, մարդու վրա փորձություններ են սկսում, և եթե մարդը մի քիչ թույլ գտնվի և հանկարծ թողնի, որ սատանան իր միտքը և մտադրությունը խլի և սկսի սատանան աշխատել քո մեջ, ոչ թե Աստված, ոչ թե բարությունը, ոչ թե մաքրությունը, դու առաջի սուտն ես ասելու, հետո առաջի ստից հետո դու նորից սուտ պետք է ասես, որ առաջի սուտը կարողանաս մի կերպ փակել, հետո պետք է նորից ասես, որպեսզի այդ երկուսը փակես, իսկ մաթեմատիկական աղյուսակի վրա, եթե դուք սկսեք բազմապատկել, արդեն երրորդ ստի վրա դու պետք է 40 հատ սուտ ասես, որ առաջի 3-ը փակես, վերջում դու միևնույնն է բռնվելու ես, վերջում դու միևնույնն է ընկնելու ես խնդիրների մեջ, ավելի լավ է առաջին անգամը ճիշտը խոսես, անցնես առաջ, միակ ժամանակը, որ մարդը պետք է սուտ ասի, միակ ժամանակը, դա այն ժամանակն է, երբ որ դու պետք է մատնես մեկին, երբ որ դու պետք է կյանքդ փրկես, որովհետև ասենք այդ պահին դու այնպեսի այն էլ ամեն մի պարագայում չի, որ դու պետք է անես,
Հասկանում եք ինչ եմ ասում։ Բայց մատնելու ժամանակ, որովհետև մատնելը երկրորդ ամենավատ բանն է, մարդուն մատնելը ամեն պարագայում։ Ես մարդուն չմատնելու համար իմ կյանքում շատ մեծ խնդիրների մեջով եմ անցել, չմատնելու համար։ Մատնելը դա վատ բան է, եւ իմ պայքարը, ընդհանուր բնութագրությունը, ճիշտ է, դրա տակ հենց թաքնված է հայրենիքի ազատագրումը, data center-ների դեմ եւ artificial intelligence-ի դեմ պայքարը, որպեսզի մեր երկիր դա չմտնի, որովհետեւ այս sense երիտասարդներ, որոնք որ այսօր ինձ հանեցին այդ էջից, նրանք սրան զոհ են դարձել, իրականում զոհ են դարձել սրան։ Նրանք չեն հասկանում, ինձ գրել է, բա data center չես ուզում, ինչ ես ուզում, պրիմիտիվիզմ, հա, ես պրիմիտիվն եմ։ Իրենք խելացիներն են եւ իրենք բազմակողմանի զարգացածներն են, ես պրիմիտիվը։ Ինքը կարծում է, որ data center-ով եւ այնտեղ այդ էջի վրա այսօր մի քեֆ ուրախություն է, դոձիկների քեֆ ուրախությունը, հավաքվել են դոձիկներով ու քեֆ ուրախություն են անում։ Ես, գիտեք ինչ, շատ անգամ նախընտրում ես, որ երեխատ ասենք քեզ պրոբլեմ տալացող երեխայի տեղ ունենաս ավելի խելացի։ Իմ բառապաշարով այս պահին դոձիկ երեխա, իր համար նստի, իր բաներով զբաղվի, բայց սրանք ոչ թե միայն դոձիկներ են, սրանց համար չկա հայրենիք, սրանց համար չկա, ասենք, մեր արժեքներ, հենց սրանց պատճառով է, որ մենք ընկել ենք այսօրը, դուք հասկանում եք, այս մտածելակերպի պատճառով է, որ չկա էլ հայրենիքի նկատմամբ սեր, հարգանք չկա, էլ մեր արժեքների նկատմամբ սեր, հարգանք չկա։ Կամպյուտեր տվեք մի հատ ձեռքը, ինքը տենց նստի, մտնի աշխարհի տարբեր տեղերով մտնեն, իրար հետ խոսան, բաներ տանեն, բերեն ինչ որ։ Այս ուր որ գնում է սա, խնդիրը նա է, որ եթե Ադրբեջանում ու Թուրքիայում մեր թշնամի երկրներում բոլորը սրանով զբաղվեին, բոլորը, կարող է ինչ-որ տեղ ասեր, դե հիմա ամբողջ աշխարհը փոխվում է, մշտական աշխարհը չի մնալու նույն կերպ, նույն օրենքներով, նույն տեսակ, Պարզա որ ժամանակի ընթացքում պրոգրես է լինում, առաջ է գնում, կյանքը փոխվում է, ժամանակները փոխվում են, բայց դա այդպես չի։ Քրիստոնյաները մտել են այս կամպյուտերի ու data center-ների մեջ, գլուխները մտցրել են սրա մեջ, ընդհանրապես կորցրել են իրանց, երբ որ մուսուլմանները, մեր կողքերը, իրենք դարել են նացիոնալիստներ, իրենց հող ու ջրին, ինչ որ պատմությանը մեծ տեղ տվող ազգեր են դարձել սրանք, երբ որ սրանք ազգ չէին, հասկանում եք։ Եվ այս կեղտը սիոնիստները չեն տանում մուսուլման երկրներ, նրանք չեն տանում, որտեվ առաջինը մուսուլմանները չեն թողնում, երկրորդ հերթին նրանք ավելի ուզում են քրիստոնեությունը մեջտեղից հանեն, քրիստոնեությունը հենց առաջի օրից, որ օրվանից, որ նրանք Քրիստոսին վերացրեցին եւ խաչեցին, այդ օրվանից նրանք պայքարում են քրիստոնեության դեմ մինչեւ այսօր իրենց թամունդով, մինչեւ այսօր Հռոմում նրանք սպանեցին Հիսուսին, մինչև այսօր նրանք չեն ընդունում, որ իրանք են սպանել Հիսուսին, եւ դա երբ որ ասում ես քեզ անտիսեմիտ են ասում, որ իրենք անգամ սեմիտ չեն։ Ու հենց հիմա քրիստոնեության դեմ պայքարի են դուրս եկել իրանց սատանու սինագոգով։ Հասկանում եք։ Ու մեր երիտասարդությունը ինձ նման մեկին, որ ասում է, հələ մի րոպե, այ երիտասարդներ, դուք չեք հասկանում սա ինչ է։ Նախ որ սա մեր ամբողջ երկրի ջրային պաշարները խլելու է ժողովրդից։ Դուք էլ նորմալ ջուր չեք ունենալու, որովհետև ամբողջ երկրի ջուրը ուղղելու են սրան, որ սա կարողանան սառեցնել,
Երկրորդ հերթին հոսանքը, նայեք ինչ է անելու, ատոմակայանը փակում եք, ամբողջ պետության հոսանքը ուզում եք ուղարկեք այնտեղ, այդ հոսանքը որտեղից է գալու ձեզ, որտեղից, եթե ատոմակայան չկա ու դուք բերում եք աշխարհի 5 ամենամեծ դատա սենտերներից մեկը բացում եք Հայաստանում, լավ, ինչի համար աշխարհի 5 դատա սենտերներից ամենամեծերից մեկը պատկերացնում եք աշխարհում 5 հատ կա այս չափսի, ինչի է սրանցից մեկը ամենամեծերից մեկը ամենափոքր պետության մեջ, լավ ինչի համար, որովհետև սա առաջի քրիստոնյա պետությունն է, այս ամեն ինչը ուղակի չի լինում, այս ամեն ինչը ուղակի սավպադենիա չի, հասկանում եք, որ մեր եկեղեցու դեմ պատերազմ է սկսվել, մեր վեհափառին տանում են դատելու, նույն օրը դատա սենտր է բացվում, այս սիմվոլիկ այս ամեն ինչը, սրանք հենց այնպես չի լինում, էլի ժողովուրդ, հասկանում եք, սրանք ուղակի այնց չեղավ, որ օրերը համընկավ, տենց չի դա, հասկանում եք, երեք նրա դատն էր, այսօր նրանք սատանու գործիքն են բացում, հասկանում եք, Հայաստանում, դուք հասկանում եք ինչ են անում սրանք, և ընդեղ կանգնած Նիկոլը նորից այդ դատարկը, այդ տիեզերական դատարկությունը նորից կանգնած բեմից, նորից իր դատարկ փիլիսոփայություններն է, նորից հղում ժողովրդին և այնտեղ նստած ունկնդրին, այս մարդու տիեզերական դատարկությունը, իրականում սա տիեզերական դատարկությունը, ինքը իրենից փիլիսոփայություններ է հնարում, դատարկ, իր փիլիսոփայությունները ոչ մի գրամ իրենց մեջ ոչ մի բան չեն պարունակում, այնտեղ չկա ոչ մի էֆեկտիվ ինչ-որ մի բան, որը որ ասեց Նիկոլը ու կարող ես մտածել, ասել ճիշտ է ասում, բայց ասենք ինֆորմատիվ ոչ մի բան չկա, քաշ ունեցող ոչ մի խոսույթ չկա, ուղակի դատարկ բառերի սալաթ է սարքում մի հատ, սենց, ինչ-որ բաներ է ասում, հետո սայթաքում է մի 10 անգամ իր ասածների մեջ, հետո այդ սայթաքածների վրա փորձում է ինչ-որ բացատրություններ տալ ու այտենց բացատրում է, թե ոնց ինքը կարար Արցախը ուղակի տար, բայց չտվեց, որովհետև որ տային իզուր տեղը ինքը տարավ երեխեքին գլուխները կերավ, ասենք այսենց իրա ասածները, քանի որ ինքը այդ պահին ուղակի ինքը ենքան իրա վրա վստահ է, այս Նապոլեոնյան սինդրոմը, որ ունի ինքը, ենքան վստահ է իր դատարկության վրա, սա ենքան նարսիսիստ է, որ կանգնում է ու սկսում է ինչ-որ բաներ խոսում է ինչ-որ, այսօր ասում է Հայաստանը սրա կարիքը չունի, նրա կարիքը չունի, Հայաստանը պետք ունի, ասենք, ինչ-որ սենց բաներ ասում ես, ես ինչ ասում ես տղան համար, Հայաստան ասում է, 30 տարի է փորձում ենք հասկանալ Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունը, ոչ մեկ նման բան չի փորձել 30 տարի, ոչ մեկ չի հարցականի տակ դրել Հայաստանի Սփյուռքի հարաբերությունը, ոչ մեկ հարցականի տակ չէր դրել Հայաստանի սահմանները և Հայաստանի չափսը, ոչ մեկ 30 տարի, ոչ մի բան, որ ինքը քննարկում է և հարցականի տակ է դրել, 30 տարի ոչ մեկ այդ հարցերը չի շոշափել, մենք իմացել ենք մեր սահմանադրությունը, մենք իմացել ենք մեր ազգությունը, մենք իմացել ենք մեր մշակույթը, իմացել ենք, որ մենք ունենք ահավոր հզոր Սփյուռք, իմացել ենք Սփյուռքը ինչ տեղ ունի մեր կյանքում և ապրել ենք հաղթանակած, այս մարդը եկել է ու ամեն ինչի վրա կասկածի ինչ-որ
բաներ է հյուսում, կասկած է գցում ժողովրդի մեջ, ամեն ինչի պահով, սփյուռքի, սահմանների, սահմանադրության, եկեղեցու, սա ես ձեզ ասում եմ 100%-ով, սպասեք, եթե սա հանկարծ Աստված չանի, մի 2 տարի մնա այս աթոռի վրա, գալու է այդ օրը, դուք կտեսնեք այդ օրը, որ նա գա եւ ասի քրիստոնեությունը մեր համար ճիշտ չի եւ մենք մեր կրոնը պիտի փոխենք, չգիտես, ասենք ինչ որ մի կրոնի։ Նա ժողովրդին ասելու է, իր ժողովրդին, իր այդ 20%-ին, որ մենք քրիստոնեությունը մեզ ոչ մի լավ բան չի տվել։ Քրիստոնեության պատճառով մենք ընկել ենք պատերազմների մեջ, քրիստոնեությունը մեզ բան չի տվել, այսինքն եկեղեցին թալանում է անընդհատ, այսինքն բաներ ասելու, այդ հիմարներն էլ լսելու են եւ քանի որ իր համար ժողովուրդը իր կողմնակիցներն են, ասելու է ժողովուրդը տենց է ուզում եւ բերի կրոնի դեմ դուս գա պատերազմի, արդեն կրոնի դեմ պատերազմի է, բայց հիմա շուտով նա տեսեք ինչ է անելու։ Սա իրական սատանայական պայքար է։ Սատանու պայքարն է մեր երկրի մեջ, մեր կրոնի, Աստծու եւ ընդհանրապես հայ ազգի առաքելական սուրբ եկեղեցու մեր բոլոր արժեքների, մեր ամեն ինչի դեմ, մեր արժեքները, մեր ապրելակերպը, մեր նացիոնալիզմը, մեր ամեն ինչի դեմ պայքարա։ Այս մարդը իրեն 1000 անգամ արդեն համեմատել է Հիսուսի հետ, նայեք քանի անգամ դա փաստ է, ինքը քանի անգամ իրեն համեմատել Հիսուսի հետ։ Եվ իրենք կանգնած ամոթաբար այդ ամոթ չեն էլ անում, բանից ազգային ժողովից մի հատ 12 առաքյալների նկարի վրա կանգնել են ու մնացել են դրա վրա։ Ազգային ժողովում ընդհանրապես ինչ է կատարվում, պարզեր որ այս երկու մարդկանց ուրեմն գաղափարները երկու հակառակ գաղափարներ, բայց ատելությամբ լցված անձնական իրար դեմ, ոչ թե գաղափարների, այլ անձնական իրար դեմ։ Իրենք ազգային ժողովում այսենց տարիներով իրենք իրար են ուտելու, ոչ մի հարց ազգին վերաբերվող սոցիալական հարցեր, ոչ մի բան չի լուծվելու, ոչ մի բան, հավատացեք ինձ, ոչ մի բան, չկա մի մարդ, որ սրանց մի հատ զանգի, ասի մի հատ, ուշքի եկեք հլը, դուք հավաքվել եք այդտեղ ազգի հարցերով զբաղվելու, դուք ԿՊ, դու անընդհատ պրովոկատիվ բաներ ես անում, նրանք էլ անընդհատ պատասխանը պետք է տան, անընդհատ պրովոկատիվ, իհարկե, հակահայկական բաներ են անում, հակա եկեղեցի, բայց սրանք արդեն ոչ թե գնում են միայն ազգայինի վրա, այլ անձնականի վրա է գնում, անընդհատ անձնականի վրա է գնում, իրար կծում են, իրար ծեծում են, իրար սենց չի կարա շարունակվի ուղղակի, ոչ մեկ չկա, ես ոնց եմ միշտ ասում, եթե մի հատ թագավոր ունենայինք, թագավորական, մենք լինեինք թագավորություն, ախր հետարքիրը գիտեք որն է, մենք թագավորություն ենք կորցրել եւ 6-700 տարի մենք մեր թագավորությունն ենք նորից մանեկել, չէ՞, մենք թագավորություն ենք կորցրել, հետո եկել ենք որոշել ենք հանրապետություն ստեղծենք, ինչի համար, եթե դու թագավորություն ես կորցրել, ինչի համար ես հանրապետություն ման գալիս, այն պարլամենտական, որտեղ որ այս բոլորը հիմա բանը տոլերանտ են ու վայ, սա ուղղակի ամեն կերպ այս երկիրը սխալ աշխատում։ Ինչևէ, այդ դատա սենտերների պահով շատ շուտով ձեր բոլորի աշխատանքները ձեր ձեռքից կվերցնեն, որովհետև աշխատողի պետք չի լինելու, շուտով ինքը իրեն վարող մեքենա կբերեն, կասեն էլ Yandex-ը պետք չի, հեսա շուտով համբերեք, կբերեն հեսա ռոբոտներ, բաներ այդպես, դատա սենտերներով էլ
բա ամբողջ երկիրը գյուղերով, բոլորի տներով, տների մեջերով կամերաները կդնեն, աշխարհի ամենափոքր պետություններից մեկում բերել դրել են ամենամեծ դատա սենտերը, ոնց որ աշխարհի ամենափոքր պետություններից մեկում բերել դրել են ամենամեծ դեսպանատունը Ամերիկայի, ինչի համար։ Եվ այտենց ձեր աշխատանքները ձեր ձեռքից կվերցնեն, հետո տեսնենք ինչ եք անելու, դատա սենտրի վրա այտենց ուրախանում եք, այս երեխեքն էլ երիտասարդ, ոչ չեն հասկանում, որ ինձ այսօր այդ էջից հանեցին, նրանց համար չի կարելի, ոչ մեկ չի կարող իրենց կամպյուտերների դեմ մի բան խոսել, եթե գնաս ասես ախր կամպյուտերով չի, տենց չի էլի կյանքը, այ երիտասարդ, դրանով չի, որ դու կամպյուտերը դնես, այդ կամպյուտերով ինչ ուզենաս անես ու իրական կյանք չմտնես, դուք վիրտուալ կյանքում եք ապրում դուք, դուրս եկեք մի հատ, կողքներդ նայեք ինչ է կատարվում, ձեր կողքի պետությունը ամեն օր ասում է ես գալիս եմ այդտեղ ապրեմ, ձեր երկրի անունը Ադրբեջան է, ու դուք ձեր կամպյուտերի մեջ եք, իհարկե որ ցենց շարունակվի, ոչ մեկ ոչ ուզենալու է երկիր պահի պաշտպանի, սրանց համար երկիրը կապ չունի, մի հատ սենյակ տվեք, թող մտնեն մեջը կամպյուտերով խաղան, հասկանում եք ինչ են անում այս երեխեքի հետ, սա հենց իրենց երեխեքին, հրեաները, զիոնիստները իրենց երեխեքի ձեռքը կամպյուտեր չեն տալի, միայն գիրք է, ես տեսնում եմ ախր տեղ ապրում եմ, չէ, տանս կողքը սինագոգա, ամբողջ կողքերս իրանք են ապրում, սա իմ ամբողջ թաղամասը իրանք են, շատ խառն է թաղամասը, բայց մոտ մի քանի որ սինագոգ կա թաղամասում, շատ էլ իրանցից կա, ես տեսնում եմ իրանց երեխեքը գրքերով ամբողջ օրը կարդում են, ուրիշի երեխեքի ձեռքը տվել են կամպյուտեր, ասում են գնացեք դուք կամպյուտերով զբաղվեք, մեր երեխեքը գրքով, դուք իրար հետ ամուսնացեք, ով խառնվեք իրար, որ ազգայնություն չլինի, նացիոնալիզմ չլինի, մեր երեխեքը մենակ հրեաների հետ ամուսնանան։ Դրա համար Իսրայելից բոլորը դուրս եկեք, Իսրայելը մենակ հրեաներինն է, բայց Հայաստանը բոլորինն է։ Ինչ էր այդ հոդվածը, որ ես կարդացի։ Եվրոպան Հայաստանին տալու է գումար, որպեսզի Հայաստանը մուսուլման մեծ մասամբ տղամարդիկ էմիգրանտներ ընդունի։ Ինչ է ես ասում են օրը։ Իմ տեսանյութի մեջ ինչ ասեցի։ Ասեցի սրանք ցլեր են բերելու մեր երկիր մուսուլման, որպեսզի մեր կանանց ուղեղների մեջ լցնեն, որ ձեզ պետք չի ձեր ամուսինը, հայ տղամարդը լավը չի, հայ տղամարդը էսա այնա, հայ տղամարդը ճնշում է, ձեզ ծեծում է, ես իմ չգիտեմ ինչ ասես հայ տղամարդու մասին։ Եկեք ես մուսուլմանները դրանցից լավն են։ Մեր երկիր ամեն մի էմիգրանտի համար Իտալիան, նայեք էլ ես ինչ են անում ես Եվրոպան, բայց Եվրոպան չի, ամբողջ Եվրոպայի ղեկավարության հետևում, ընդհանրապես Եվրոպայի ղեկավարության հետևում, ամբողջ Եվրոպայի ղեկավարության հետևում կանգնած է Ռոթշիլդների ընտանիքը, իրանք են, հետևում իրանք են որոշում, Զելենսկուն իրանք են դրել, Մակրոնի հետևը իրանք են, Մակրոնը սկզբից եղել է Ռոթշիլդների բանկում, բանկի մենեջեր, սկզբից, հասկանում եք, ամբողջ Եվրոպան իրանց մարդիկ են, և Եվրոպան այսօր, քանի որ Հայաստանը միակ երկրներից մեկն է, որտեղ նացիոնալիզմ գոյություն ունի, որտեղ ազգային արժեքներ կան, որտեղ որ միայն հայերն են, մոնոէթնիկ երկիր է, պետքա բերեն լցնեն, ինչ է կարծում Նիկոլը, ամեն մարդագլուխ $3000, 1 միլիոն իմիգրանտ կվերցնի, կասի սրանով կարանք պետության պարտքը փակենք, ինչի՞ չէ, 1 միլիոն մարդ թող գա, ոնց են օրը լցվեցին Իսպանիա, էմիգրացիայի դուռը պետք է փակվի, Հայաստանի դուռը պետքա փակվի, Հայաստանի դռները, դարպասները պետք է փակվեն, այս չարիքին, այս սատանու ճտին, այդ աթոռից պետքա հեռացնել, Հայաստանի դարպասները պետքա փակել, երկիրը մաքրել ամեն տեսակի մարդուց, այն ինչ որ արդեն վերցրել են մեր ձեռքից, այս զիոնիստները, բոլորի ձեռքից հետ վերցնել ամեն ինչը, բոլորի ձեռքից, և վտարել ես բոլորին մեր պետության մեջից, բոլորին, ձեր կարծիքով Ռուսաստան ինչ արե,
Դրա համար է փակել ոչ մի սորոսական գրասենյակ, ոչ մի ռոթշիլդական գրասենյակ, ոչ մի հրեա օլիգարխ, որ կարա Պուտինին ասի ինչ անի Պուտինը։ Մարդիկ ինչ միֆեր ասես հանում են մեջտեղ, որ Պուտինին հրեաներն են կոնտրոլանում, իր ամբողջ պատերազմը, այս պատերազմը, որ ասում են ինքը նացիզմի դեմ է, այս պատերազմը ամենաառաջինը հենց Զիոնի դեմ է, հետո նոր նացիզմի դեմ է, որտեվ Զիոնն ու նացիզմը հիմա մեկ են, մեկ։ Իրենք ոչ թե Հիտլերին վերացրեցին, որովհետև Հիտլերը իրենց էր վերացնում, Հիտլերը աշխարհն էր գրավում, ոչ, Հիտլերի իդեաները շատ լավն էին ու իրանք չէին անում դա, այլ Հիտլերն էր անում։ Հիտլերի ձեռից ուղղակի վերցրեցին, թե իր ինժեներներին, որոնք որ փաստը Ամերիկա են եկել, թե իր գիտնականներին, ամբողջ Գերմանիայի ուղեղը, այսինքն բոլոր գերմանական ուղեղները եկան Ամերիկա, մի քանի հատին այս կողմեն կողմ տվեցին, որոնք որ արդեն էլ պետք չէին սիստեմին իրանք օգտագործել էին դրանց այնքան, որ պետք չէր, դրեցին այս կողմեն կողմ, Իսրայելը Մոսադը գնաց բերեց հագում դատեցին, բան արեցին, այտենց մթոմ թե այտենց մի բան, հետո իրանք վերցրեցին բոլոր սիստեմները, բոլոր մեթոդները ավելի պոլիշ եղած, ավելի կատարելագործված այսօր օգտագործվում են հենց Իսրայելի կողմից պաղեստինցիքի վրա եւ հենց հիմա բոլորի վրա։ Եվ դա փաստ է։ Ամերիկան վերցրեց բոլոր գերմանական ուղեղներին, բերեց Ամերիկա, նրանք աշխատեցին Պենտագոնում, ՑՌՕ-ում եւ նրանք հենց ստեղծեցին ատոմային ռումբը։ Այդքան բան դրանք Հիտլերի ուղեղներն էին։ Այսինքն ոչ թե իրանք Հիտլերին ասեցին, Հիտլերն չեն խփել։ Դա սուտ է։ Հիտլերը գնացել է Արգենտինա, իրանք Հիտլերին ասել են հանձնվի, թող գնա, ապրի քո համար։ Շնորհակալություն բոլոր գաղափարների, իդեաների համար։ Արտակարգ բաներ էր մտածել Հիտլեր ջան, ապրես։ Այդքան բան։ Ու հիմա այդ նույն բանը իրանք անում են, այսինքն որ ասում եք, որ Ռուսաստանը կռվում է, Ռուսաստանը հրեաների հետ, չէ, ժողովուրդ ջան, Ռուսաստանը վտարեց բոլոր հրեաներին, Խադարկովսկիներին, որ եթե դա տենց չէր, Խադարկովսկուն ինչի տենց արեցին, Բերիզովսկի, Խադարկովսկի, դրանք ամենաառաջին Աբրամովիչ բոլորին վտարեց, որովհետև ինքը գիտեր իր երկրում ինչա լինում, քրիստոնեությունը բարձացրեց մակարդակը քրիստոնեության, իր ժողովրդին ասաց մենք քրիստոնյաներ ենք, ինքը գնաց եկեղեցի կանգնեց, Պուտինը անընդհատ ցույց տվեց, որ ինքն էլ է քրիստոնյա, ժողովրդի մեջ արթնացավ քրիստոնեությունը, որտեղ 90-ական թվերին դա կորել էր, եւ դրանից հետո ռուս ժողովուրդը գնաց պատերազմելու այս կարգերի եւ բարքերի դեմ։ Հենց Էպստինն է բերել նշանակել, Էպստինն է բերել Զելենսկուն։ Զելենսկին իր ինտերվյուն աշխատանքի համար Ռոթշիլդի կողմից անա նշանակվել Ուկրաինայի պրեզիդենտ, ինքը իր ինտերվյուն անցել է Էպստինի մոտ։ Դա ֆակտ է, դա փաստ ասեմ։ Եվ այս մարդիկ երբ որ Պուտինը ինչ ասաց, մենք քրիստոնեությունն ենք ուժեղացնելու մեր երկրում, մեր երկիր չեք գալու ոչ մի LGBTQ բերեք, մեր երկիր չեք բերելու ոչ մի տեսակի սատանայություններ, մեր երկիր չեք բերելու այս ոչ մի բանը, ես կռբելու եմ իմ երկրի մեջ այն բոլոր մարդկանց անգամ անհատների դեմ, ովքեր որ կքարոզեն նման բաներ իմ երկրում, ձեր թալմուդական բաները հեռու մեր երկրից, եթե հիշում եք 2019-20 թվականներին նա անգամ այն ռաբին, որը որ շաբաթը մեկ գնում էր Կրեմլ, դրան ասում էին Պուտինի ռաբայ, այդ մարդուն էլ իր ամեն ինչով հանեց, ինքը էլ Կրեմլ չի գնում, որովհետև Պուտինը պայքարում է այս կարգերի դեմ 2030 թվականի մոտերքը Ռուսաստանը լինելու է ամենալավ ապրելու երկիրը։ Դա տենց է լինելու, եթե Ռուսաստանը կարողացավ այս չարիքի դեմ պայքարի։ Հասկանում եք, սա չարիք է, եւ Հայաստանը ամենահին քրիստոնյա ազգը այնքան թույլ է գտնվել, որ սա թույլ է տալու ու համել
թողելու է, որ հեսա իմիգրանտները գան լցվեն Հայաստան։ Այս դուք չեք պատկերացնում ինչ չափի մարդ է տեղափոխվում Հայաստան ապրելու, ինչ ազգ ասեք, չեք պատկերացնում ինչ ռեկլամա գնում դրսերը Հայաստան տեղափոխվելու համար ու վրա, ոնց են ռեկլամանում Հայաստան տեղափոխվելու, մարդիկ գալիս են Հայաստան ապրելու աչից ձախից։ Եթե պետությունը, եթե այս երկիրը ազատ երկիր լիներ, իրականում տենց լիներ, որ Հայաստանը ազատ երկիր է, մարդիկ նորմալ ապրելակերպ կունենային, նորմալ եկամուտներ կունենային, մարդիկ կկարողանային ազատության մեջ հանգիստ ապրեին։ Մի քաղաքի մեջ բերել են կաֆե ռեստորաններ են բացել, մի քիչ ցույց են տալի, որ մարդիկ ազատ կաֆեներում նստած կոֆե են խմում, հաց են ուտում, եւ դատարկ մարդկանց համար ազատությունը դա մարդկանց էտա, որ մարդը կաֆե գնում, նստում է, իր համար կոֆե է խմում, ինչ ուզում, որտեղ ուզում կոմենտ է գրում։ Այդ ազատությունը մարդկանց համար։ Ես ազատությունը ընդհանրապես ուրիշ ձև եմ տեսնում, դրա կբացատրեմ ես ինչպես եմ տեսնում ազատությունը իմ մյուս տեսանյութերից մեկի մեջ եւ ինչ եմ կարծում ես պետքա բոլոր պետությունների մեջ լիներ, որ չկա, եւ ես շատ կուզենայի, որ Հայաստանը լիներ առաջին պետությունը, որտեղ որ իրական ազատություն գոյություն ունի, որտեղ ազատության դեպքում եթե իրականում ազատություն լիներ, պետությունը այդ որ տենց կիլոմետրներով հողեր կա, որ աչից ձախից ասում ես լավ, ճանապարհ ես գնում, այս հողերը ումն են, այս սարեր ձորերը, այս հողերը ումն են սրանք։ Ինչի մարդ չի կարա գա ստեղ իր համար տուն սարքի, ինչի չէ։ Չէ, որովհետև պետությունը այդ ամեն ինչը իրանն է համարում ու տենց չի կարա։ Իսկ եթե ժողովուրդները կարողանային ժողովրդին կտայի ես քաղաքը մի քիչ թուլացնելու, թեթևացնելու համար, ես կբերեի, ասենք, այդ հողերը կկտրեի, կտայի, ով որ ամուսնացել է, նոր ընտանիք է ստեղծում, 2 երեխա, 3 տարի ամուսնանալուց հետո, ամուսնացած լինելուց հետո կամ 4 տարի, 2 երեխայից հետո արկես հող, այս պետությունն էլ կօգնի մի քիչ քեզ, տուն սարքես եւ մարդկանց կամաց կտանեի Երևանից դուրս, պետությունը կտար այդ հողը մարդկանց, որովհետեւ ոչ մի պետությունում մարդը ազատ պետություններում, ազատ երկրներում մարդիկ պետքա իրենց տանիքի խնդիր չունենան, պետքա բոլորը տուն ունենան եւ տները պետքա ծայրից ծեր մարած լինի այդ ուրեմն բան չունենան, ամսական վճարումներ չունենան, կամ եթե ունեն, դա լինի չնչին գումարներ, որպեսզի բոլոր մարդիկ ապահովված լինեն տներով եւ ոչ թե Երևանում։ Երևանից դուրս մենք պետքա բնակեցնենք մեր քաղաքից դուրս, Երևանից դուրս բոլոր շրջաններում պետքա լինեն լուրջ քաղաքներ, իրական լուրջ քաղաքներ, բանկերով, նորմալ, ասենք, կինոներով, ամեն ինչով, լուրջ քաղաքներ, որտեղ որ արդյունաբերություն կարա լինի, որտեղ մարդիկ կարան արտադրություններ տան, ով ասե, որ մեր երկիրը չի կարող արտադրություններ ունենա, փոքր բաների, ապրանքների ավելի արտադրություն, որ կարողանանք արտահանելը մեր համար ավելի հեշտ լինի, ով ասել նման բան։ Վերել եք գյուղերում դպրոցները փակում եք ամենտեղ, գյուղի ժողովրդին ուզում եք հանեք, որովհետև սրանք ուզում են, ժողովուրդ ջան, սրանք ուզում են Հայաստանից մի հատ Երևան մնա։ Երևանում լինի մոտ մի 2-3 միլիոն մարդ, պատկերացնում եք ինչ են անելու սրանք։ Ասենք Երևան մինչև աշտարակ, լավ, ասենք։ Այսենց մի 2-3 միլիոն մարդ ապրի, անգամ ավել կբերեն, այսենց կլցնեն իրար գլուխ, դրա համար էլ այսքան շենք են սարքում,
կբերեն կլցնեն ժողովրդին իրար վրա, ինչ տեսակի մարդ ասես աշխարից հետնել իմիգրանտ, կլցնեն, օդը կեղտոտ ապրեք ձեր համար, ջուրն էլ կուղարկեն դատա սենտրների վրա, որ այնտեղ սարի դատա սենտրը, որ ձեր բոլորին լավ կամերաներով նայեն, որ հանկարծ մի ավելնորդ շարժում չանեք, surveillance state, Orwell, George Orwell, 1984 գիրքը, եթե չեք կարդացել, խնդրում եմ կարդացեք, քթեք թարգմանությունը կարդացեք, ձեզ բոլորիդ ապրացնեն այդպիսի 84 թիվ մի գրքի մեջ, այդ են անելու սրանք, իսկ ես բոլոր այդ քաղաքները կտայ ժողովրդին հողը, ձրի, կտայ գնացեք տուն կառուցեք, մենակ պլանավորումը անենք, որպեսզի ճիշտ լինի կոյուղին, ճարտարապետությունը ճիշտ լինի, հողը վերցրեք, գնացեք, պատրաստեք վրան տուն սարքեք, ապրեք, որ մարդուն հողը տաս, ասես գնա դու քո համար քո վարունգ պամիդորը ինչ ուզում ես աճացրա, քո համար, գնացեք ապրեք, վերջ այդքան բան։ Մարդիկ չեն կարողանում ընտանիք ստեղծել, ընտանիք կազմել նրա համար, որովհետև ոչ կարող են տուն ունենալ։ Կներեք, արդեն երրորդ անգամը անջատում միացնում եմ տեսահավաքս, որովհետև երեխաներս տուն եկան իրենց պարապմունքներից, անընդհատ ձայն են հանում հետևում, մինչև գնացի փակեցի դուռը հետ եկա։ Ինչ էի ասում էի, որ ազատությունը ոչ թե նա, որ ժողովուրդը կարողանա նստի սուրճ խմի սրճարաններում, դա ազատություն չի եւ ինչ ուզենա խոսա, ինչ ուզում է թող խոսա, բայց ազատությունը այնա, երբ որ ժողովուրդը հոգս չունի, դա մտքի ազատությունն է, մտքի հանգստությունն է, հոգու, սրտի, մտքի հանգստությունն ու ազատությունն է, ոչ թե ժողովրդին լծի տակ պահել, ժողովրդին ինչ ձև ասես քամել, այո, ժողովուրդը պետք է իր հարկերը վճարի, որպեսզի պետությունը գոյություն ունենա։ Այս պահին պետությունը պետք է վճարի, իհարկե, բայց դուք ժողովրդին չեք պահում ուղղակի, որպեսզի նրանք աշխատեն, վճարեն, դուք ժողովրդի գլխին ինչ ծուղակ ասես սարքում եք, ինչ ծուղակ։ Հիմա Երևանում ուզում են $500 միլիոն կազինո բացեն Երևանում, այսինքն իրենք ոչ թե Գագիկ Ծառուկյանի կազինոին ինչ որ բան ունեին ասելու, կազինոն ուզում էին փակեն, այլ իրանք ուզում էին փակեին կազինոն, որ իրենք իրենցը բացեն, հաճախորդները գնան իրենց մոտ։ Մեր ամբողջ ազգը արդեն թմրամոլության եւ խաղամոլության վրա է, ազգին արդեն նստացրել եք, պետք է հիմա պետությունը արդեն բաներ բացեր, ռիհաբներ բացեր, որպեսզի այդ ժողովրդին տանի, բուժի, մարդիկ, որոնք որ նստած են արդեն թմրամոլության վրա, պետությունը պետքա վերցնի դա իր վրա, տանի այս մարդկանց մտցնի բուժ կենտրոններ եւ չթողի այնտեղից դուրս գան, մինչեւ չմաքրվեն, հետո պետքա դատարանով բան տա, շաբաթը մեկ պետքա գաս թեստ տաս, եթե տվեցիր, հանկարծ սիստեմիդ մեջ նորից եղավ, նստելու ես բանտում, մաքրի ժողովրդին, մաքրեք ժողովրդին, ոչ թե կոտորեք ժողովրդին տարեք, հողերը, անկապ նստած են այդ հողերը դարով, ոչ մեկ ձեռք չի տալի, վերջում թուրքերն ու ուրիշներն են գալու լցվեն, այդ հողերը տվեք մարդկանց, պլանավորումը արեք, թող փոքր քաղաքներ սկսեն կառուցել Երևանից դուրս, անգամ հեռու տեղերը, եթե փոքր ինքնաթիռներով, անգամ ուղաթիռներով կարողանա կապ հաստատել Երևանից, բոլոր այդ քաղաքներում փոքր օդանավակայաններ լինեն, Երևանից կարողանան հանգիստ թռնեն, գնան փոքր քաղաքներ հետ գան, 40 րոպե, 30 րոպեանոց թռիչքներով, ժողովուրդը հեռու տեղ ապրի, մաքուր օդի մեջ, սիրուն քաղաքներ, անտառների կողքը, բոլորը չեն ուզում Երևանում ապրել կամ բոլորին բերեք Երևան, ժողովրդին տվեք այդ հողերը, թող գնան իրենց համար տներ սարքեն, պետությունը նստել այդ հողի վրա, ոչ օգտագործում եք, ոչ մի բան, այդ է ազատությունը, այդ է մարդկանց ազատությունը, որ մարդը մտքով, սրտով, ամեն ինչով ազատ է լինում, նա ոչ թե ծուլանում է,
նա սկսում է իր ուղեղը աշխատացնել մի բանով պետքական լինի, սկսում է ուղեղը պայծառանալ մարդու եւ սկսում է մի բան անել, իսկ մարդուն երբ որ դուք դնում եք այսքան մարդու վզից կախում եք այսքան բեռ, այսքան պարտքեր, տոկոսներ եւ մարդուն չեք տալի հնարավորությունը, որ կարողանա տուն ունենա, տեղ ունենա, աշխատանք ունենա, ոչ ամուսնանալ ուզում, ոչ մի բան։ Մեկա ծույլ մարդը միշտ ծույլ է լինելու, ստեղծող, մտածող մարդը միշտ ստեղծող, մտածող է լինելու։ Կապ չունի։ Ամեն պարագայում ծույլ մարդը մեկա ծույլ է լինելու։ Այդ մարդկանց համար էլ փրկություն կա։ Ուղղակի պետությունը պետք է կարողանա դրանք բոլորը օգտագործել ճիշտ որպես ռեսուրս օգտագործել։ Բոլոր մարդկանց որպես ճիշտ ռեսուրս կարելի է օգտագործել։ Մարդիկ բոլորն էլ պետքական մի բան ունեն։ Իսկ մեր մոտ լրիվ հակառակ process-ն է։ Իրենք փողերը վերցնում են միլիարդներ։ Նիկոլը մեր ղեկավարների մեջից մեր 4-րդ ղեկավարն է, չէ՞, մեր պետության ոչ բարով, նա ամենահարուստ ղեկավարն է, ամենաշատը սրանք են տարել, սրանց տարած թվերը այն մնացածների տարած թվերի հետ անհամեմատելի է, որտեղ այն ժամանակ տենց գումարներ չի եղել, սրանց տարած թվերը, դա արդեն փաստը մնում է փաստ, որ նրանց ժամանակ ոչ մի անգամ պարտքը 4 միլիարդից 3 միլիարդից չի բարձրացել, հիմա 15 միլիարդ է հասնում, ուր գնաց այդ գումարները։ Պատկերացնում եք այն ժամանակ Հայաստանը պատերազմող երկիր էր, բանակ էր պահում, ակտիվ բանակ, միշտ զենք էր առնում, միշտ։ Պատկերացնում եք պատերազմը ամենաթանկանոց, աշխարհի ամենաթանկանոց բաներից մեկը դա պատերազմն է։ Պատերազմող Հայաստանը համ երկիրը մութ օրերից էր հանում, համ պատերազմում էր։ Այդ վիճակում հետնել տանում էին, չէ՞։ Մեր իմացած տվյալներով ժողովուրդն էլ ասում է միլիարդներ տարան, գողացան, միլիարդները գողացան, գրփեցին տարան, սաղ տարավ, Լևոնը տարավ, Քոչարյանը տարավ, Սերժը ծաղ տարան։ Լավ, տարան։ Ասենք թե տարան, հա տեսնում ենք դղյակներ են սարքի, ամեն մեկը մի քանի միլիոն դոլար տարել է հաստատ։ Բայց այդ ոնց եղավ, որ պատերազմող երկրում պարտքը 3 միլիարդից չէր անցնում իրենց տանելով մեկտեղ։ Իսկ սա խաղաղության մեջ արդեն 10 միլիարդ պարտք է հավաքել երկրի վրա, խաղաղություն է բերել։ Ոչ պատերազմ կա, ոչ այտենց զենք է առնում, ոչ բանակ ունի, բանակ պահելը պատկերացնում եք ինչ էր։ Այդ մարդիկ բանակ պահելով հանդերձ, պատկերացնում եք ինչ բանակ էին պահում, ամենաուժեղ բանակն էր տարածաշրջանի այդ պահին, դա այո, մեր բանակը այդ պահին, որովհետև կռվող բանակ էր ինքը, ակտիվ բանակ էր, ամենաուժեղ բանակն էր։ Բանակին կերակրում էին, զենքը կար, ինքը քանի միլիարդի զենք թողեց Ղարաբաղում, քանի միլիարդի։ Մոսկվայից զենքը անընդհատ գալիս էր պատերազմի ժամանակ, որ չէր գնում Ղարաբաղ, ինքը չէր ուղարկում, զենքը գալիս էր Երևանում հավաքվում էր։ Ամեն ժամը մեկ, եթե ոչ ավելի արագ, կարգով ինքնաթիռ չէ Մոսկվայից պատերազմի ժամանակ։ Զենքը եկել է, ինքը սուտ է ասում, որ զենք չի եկել, 100%-ով զենքը եկել է։ Եվ պատերազմող երկիրը ավելի քիչ պարտք ուներ գրփողներով հանդերձ, բանակով հանդերձ, չպատերազմող Հայաստանը խաղաղության մեջ առանց բանակի 10 միլիարդ պարտք է հավաքել։ Գնա հասկացի ոնց։ Այդ մաթեմատիկան անգլերեն ասում են math and mathing։ Հասկանում եք, math ain't mathing, այսինքն մաթեմատիկան չի մաթեմատիկորվում, հասկանում եք ինչ եմ ասում։ Ոնց հասկանաս այս մարդկանց պատմածները, իրենց խոսացածները, իրենց արած գործերի հետ և փաստերի հետ չի համընկնում և վերջ, չի համընկնում, որովհետև ոչ մեկ Նիկոլի և ՔՊ-ի նման չի թալանել Հայաստանի Հանրապետությունը, չի թալանել։ Իսկ եթե այդ գումարները, որոնք թալանվել են, օգտագործվեր ժողովրդի վրա, ամեն մեկին մի հատ հող հատկացնեին, ասեին գնա քո համար տուն սարքի, այսօր ազգը կամուսնանար, երեխեք կունենային և չբերեին այս կամպյուտերներն ու այս
ժողովրդից վերցնեին իրենց արժեքները, իրենց ձեռքը տային այս թալմուդյան արժեքները, որ ժողովուրդը ի վարդավառը սարքեր բանի տոն, էրոտիկ տոն։ Եթե նորմալ պահեն ժողովրդին, ժողովուրդը երիտասարդները կամուսնանային, ընտանիք կկազմեին, առ քեզ էս հողը, պետությունն էլ քեզ մի քիչ կօգնի, գնա քո համար այն անտառից փեդը կտրի, տունդ սարքի, ինչ ուզում ես արա, տունդ սարքի։ Հեսա այս 100 հեկտարի վրա փայտ աճացրեք, ծառ աճացրեք, ամեն տարի այսքան փայտ կտա, այդ փայտը ցեմենտի հետ միասին գնացեք օգտագործեք, տունը սարքի։ Կարևորը թող տունը, պատերը, մեկ էլ տանիքը լինի ֆունդամենտի հետ միասին։ Հետո մեջը կամած աշխատեք սարքեք։ Կարևորը որ տուն կա, կարևորը որ տուն կա եւ երիտասարդությունը պարտքի տակ չի առաջի օրվանից իր կյանքի։ Պարտքը պետքա վերացնել, պետքա ժողովուրդը առանց պարտք ապրի։ Ամբողջ կյանք պարտքով ապրելը դա ապրել չի, դա անընդհատ մտածելա, դա անընդհատ դու տագնապի մեջ ապրում ես, դա ապրելու ձև չի, ապրելու կերպ չի դա, այդ է պետք անել, այդ ժամանակ դրսերից էլ հայերը բոլորը հետ կգան, բոլորին հող տվեք, բոլորին տվեք տարածքներ, թող գան տներ սարքեն, բոլորը հետ կգան, ես դա կանեի, այդքան բան, ժողովուրդ ջան, լավ, նորից կմիանամ, շատ երկար չեմ ուզում, արդեն 50 րոպե խոսում եմ, շնորհակալություն դիտելու համար, այս էմիգրանտների հարցը պետքա լուծվի, դռները, դարպասները, դուք պետքա բոլորդ պահանջեք ազգային ժողովից, բոլորդ, որ դուք չեք ուզում ձեր երկիր իմիգրացիա գա, հանկարծ այդպես բան չլինի, ես մուսուլմաններին բերեն Մարոկոներից, Աֆրիկայից Հայաստան, հանկարծ այդպես բան չլինի, դուք չեք պատկերացնում ինչ կլինի, Նիկոլը դա անելու է, կազինո բացեն բան, ամեն ինչ արեք, ազգային ժողով, դուք ընտրել եք այդ մարդկանց, որպեսզի ծառայեն ձեզ, գնացեք պահանջեք, որ հանկարծ այնպես չլինի, որ էմիգրացիա գա Հայաստան, ու հա, այդ Ռամիլ Սաֆարովի օրենքը, որ ուզում եք հանեք, ազգային ժողովում, Նարեկ Կարապետյան ջան, այդ օրենքը, որ ուզում եք հանեք, այդ օրենքը եթե ուզում եք հանեք, այդ օրենքի անունը փոխեք, Սաֆարովը արդեն շատ հայտնի դարձավ ինչ-որ, այդ օրենքի անունը դրեք ինչ-որ տապորի հետ կապված, կամ ուրաքի հետ կապված, մուրճի հետ կապված ինչ-որ անուն այդ օրենքը, որ անպայման մեջը լինի տապորի անունը, բայց Սաֆարովի անունով օրենք Հայաստանում լինի, եթե անգամ դա Հակա Սաֆարովյան օրենք է, այս ինչ եք անում, այս ինչքան եք ուզում մեծացնեք այդ մարդասպանին, իր երկրում նա լինի ուրեմն բան, հա, հերոս, մեր երկրում էր իր անունը մշտական մնա օրենսգրքի մեջ, այս ինչ եք անում, ոնց, դրեք տապորի օրենք, կամ անտիտապոր դրեք, չգիտեմ ինչ եք դնում դրա անունը, բայց հանկարծ այդպես բան չանեք դրա անունով մեր երկրում օրենք անեք, այդ էր մնացել պակաս դրա անունով մեր օրենսգրքի մեջ, մի հատ էլ անընդհատ այդ անունը շրջափվեր կամ հոլովեր, հա, հենա բան արեք, դրա անունով փողոց դրեք մի հատ, հետաքրքիր եք, շնորհակալություն ժողովուրդ, խոսենք նորից, հաջողություն ձեզ։